Ողջույն Մանուել, շնորհակալ եմ, որ համաձայնեցիր այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև քո խոսքը։ Երևի ամփոփենք շաբաթը եւ այսպես նոր-նորքի թաղապետարանում կարծում եմ տեսակ ինչ տեղի ունեցավ։ Սա ինչի դրսևորում է, ինչպես կորարկեք թաղապետի պահվածքը ուղիղ եթերում խուլիգանների նման մի քանի հոգով ուղակի բռունցքներով ծեծում են Արթուր Չախոյանին, ակտիվիստին, բլոգերին, ով բացառապես բարձրաձայնել է կոռուպցիոն խայտառակ սկանդալների մասին։ Համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Այո, սա Նիկոլ Փաշինյանից ճակերտավոր ժողովրդավարության դրսևորումն է։ Այո, սա այն կեղծ ժողովրդավարության դրսևորումն է, որի մասին որ տարիներ շարունակ խոսել ենք եւ մեր հարգելի քաղաքացիներին փորձել ենք հասկացնել, բացատրել, որ ժողովրդավարությունը իրենց ձեռքում ընդամենը գործիք է, իրենց կմահաճույքով ճոճելու այն, ինչ որ իրենց անհրաժեշտ է։ Դրա վառ փաստերը այս տարիների ընթացքում տիրող իրավիճակն է, այն ինչ որ վերաբերվում է Նիկոլին, Նիկոլի մերձավորներին, Նիկոլի թիմակիցներին, այդ պարագայում ամեն ինչ կարելի է։ Նույն դեպքը Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա, սրանք ծեծում են քաղաքացուն, եւ ամենազավեշտալին այն է, որ արևմտյան մի շարք ներկայացուցիչներ հայտարարում են, որ գիտեք ինչ կա, ասենց բառեր էր ասել, հրահրել էր, ծախված բլոգեր էր, այսինքն հասկանում եք, բռնությունը արդարացնում են նրանով, որ ինչ որ անուն են կպցնում նախ եւ առաջ, հետո փորձում են դրանով արդարացնել բռնությունը, բա դուք չէիք, որ միլիոններ եք ստացել արևմուտքից բռնություն դատապարտելու համար, թե այնտեղ եք դատապարտում, որտեղ ձեզ հարմար է։ Այո, բացահայտ կար հանցագործություն, երբ որ խոսքը վերաբերվում է իրենց թաղապետին, այդտեղ թաղապետը կանգնում բացահայտ հայտարարում է, որ տղա է, տղամարդ է, տղայական եւ այլն եւ այլն, բայց երբ որ դա ուրիշն է ասում են դա բան է, քրեական ենթամշակույթ է։ Եվ այս գործընթացը հարգելի հայրենակիցներ, որոնք որ իրենք իրականացնում են իրենց սեփական շահերից ելնելով եւ որևիցե հավասարություն, արդարություն, օրենք հավասարապես չի գործում եւ անպաշտպան քաղաքացին, այսինքն սա ինչ է նշանակում են հասարակ գյուղացին, են բանվորը, են անապահովը մատնված են անտերության, հասկանում եք։ Հələ պատկերացրեք Չախոյանին գոնե լրագրողներ լուսաբանում էին տարբեր մարտիկ, դուք պատկերացրեք այնքան են հղպացել, որ անգամ լրատվականների ներկայությամբ հղպացած քայլեր են իրականացնում։ Դե պատկերացրեք մի հատ հասարակ մարդ լիներ, որ չլիներ լրագրող, չլիներ ոչ մի բան, դուք պատկերացրեք այդ մարդու գլուխը ինչ կաներ։ Մենք իմիջիայլոց հաջորդ օրը տեսանք Արմավիրի կարծեմ ոստիկանությունում, ինչպես էին խոշ տանգում ուղակի մի քաղաքացու կադրերը պարզապես սարսափելի էին, ոստիկանները ինչպես էին ոտքի տակ գցել եւ ջարդում այդ քաղաքացուն։ Տեսեք, դա գալիս է, այո, գլխից, երբ որ երկիր անտեր շփրտած է, երբ որ երկրի կառավարիչը զբաղվում է հարբեցողությամբ, շոումենությամբ, սրա նրա վրա կլաուզնիկ քայլեր անելով, չգիտեմ, պետական ապարատները անտերության են մատնված, չկա վերահսկողություն, չկա պատիժ, չկա ամեն ինչ, դրա համար էլ ժողովուրդ ջան, հասկացեք, նույն իրավիճակը գալու է վաղը ձեր գլխին, երբ որ հղպանում են, երբ որ այս իշխանություն տեսածները փող պետության բյուջե միլիոնավոր դոլարներ հայտնվում է չտեսների ձեռքերում, կամքի ուժ չունեցողների, պաշտոնները դուք տալիս եք այնպիսի մարդկանց, ովքեր սեփական մարմինը կառավարելու կամքի ուժ չունեն, սեփական ցանկությունները կառավարելու կամքի ուժ չունեն, դուք իրավունք եք վերապահում, որպեսզի նրանք կառավարեն ձեր երեխաների ճակատագիրը, ապագան, կյանքը, դուք պատկերացրեք ինչա մեզ սպասվում։ Սարսափելի է ուղղակի անգամ պատկերացնելը։ Հետևաբար պետք է մարդու ամեն ինչն էլ հաշվի առնվի։ Հաշվի առնվի ովքեր են այդ մարդիկ, ինչքան կամք ունեն դիմակայելու փողի իշխանության գայթակղությանը։
Եվ այո, այս իշխանությունն այս փողը բերել է այսպես համատարած բեսպրիդելի։ Իրենք որ խոսում են, թե բա մենք քրեական ենթամշակույթ դատապարտողներ են, այդ կեղծ հայտարարություններով ես կուզենամ արևմուտքի դեսպանները, արևմուտքում իրապես ժողովրդավարությունից հասկացող ուժերը հասկանան, որ Նիկոլ Փաշինյանին իրենց խաբում են, իրենց փողերը բերում են այստեղ, այդ սուտ հայտարարությունները ժողովրդավարության հետ կապված անում են, փողերի լվացում են անում, կոռուպցիա է դա։ Նրանք նաև խաբում են, այո, այն իրապես ժողովրդավարական գաղափարներին հավատացող նույն եվրոպական Եվրոպայում էլ է բաժանված ամեն ինչ։ Կան ուժեր, որոնք նիկոլական են, նիկոլենց պես են, եւ կան իրապես ազնիվ ուժեր։ Հիմա այս մարդկանց գումարները, այս մարդիկ ասենք, եթե ֆինանսավորում են ինչ-որ բան տալիս են, որ երկիրը զարգանա, գիտության, տնտեսության մեջ ինչ-որ բան, նիկոլեն խաբում, գցում են ու հասկանում եք ինչ են անում։ Իրենք իրենց սեփական շահն են առաջ տանում, իրենք իրենց չգիտեմ, իրենց քաղաքական շահերն են առաջ տանում եւ նորից եմ հիշեցնում, հարգելի հասարակ քաղաքացի, ամենաշատը վտանգված ես դու եւ քո երեխան։ Դու պատկերացրու քո հետ ոնց կվարվեն, Աստված մի արածցե, դու հայտնվես այդպիսի իրավիճակում։ Բա թաղապետը լինելով ղեկավար, տեսնելով լրատվականներին, գոնե կողքից իր աջակիցներից, աշխատողներից մեկի, ասենք, փորձեր աներ, ինքը գոնե զսպեր, մի բան էլ ինքը հրահրում է, ինքը մասնակցում է, ինքը բռունցքներով հարվածում է, առանց հասկանալու եւ գիտակցելու, որ ինքը պաշտոնյա է, տղա է, տղայական հարց լուծող է, այդ պաշտոնից էլի գնա քուչեն, տղայական հարցեր լուծի, ինչ եկեն նստել, բան, որպես վարչական շրջանի ղեկավար, հարգելիս, քուչի տղայական հարց լուծողները քուչեկում են հարցերը լուծում, հասկանում ես, ոչ թե ամբողջ ազգի, հանրության, աշխարհի առաջ, հետո էլ իրենց են Արամ Սարգսյանով, ասում են ռուսներն էին կազմակերպել, այն տիպի են ցնդել, որ պատկերացնում եք, Պուտինը բան չունի կազմակերպել, Հայաստանում պետքա նոր-նորքի թաղապետի դեմ Չախոյանից միջոցով բան կա, հələ սրանց ֆանտազիան։ Սա գիտեք ինչի դրսևորում էր, որ ուզում էին իբր ցույց տային արևմուտքի տերերին, թե բա ռուսների դեմ է, բերեք էս ներեք։ Հասկանում եք, Ներողություն, սա ֆանտազիա է, թե արդեն հիվանդություն, չգիտեմ, եւ մի բան է ռեպլիկի կարգով, կխնդրեմ մեկնաբանեք, որ դուք ասում եք այդ փողոցային բարքերով, եթե դու այդ փողոցի տղան ես, ապա փողոցում հարցդ լուծի։ Ես չգիտեմ, փողոցային բարքերում չկա, որ 10 հոգով մի հոգ ուղակի գցեն ոտքի տակ եւ ջարդեն։ Այո, այդ առումով եւս ուղակի ուզում եմ, որ փողոցային տղերքի հետ եւս հանդիպի, որ իրան բացատրեն, որ դուք որ տղությունից ես խոսում, տղամարդկային ձևով այտենց հարց լուծելուց ես խոսում, նույն տղամարդկային ձևով էլ եթե դու ինքնասիրության հարց ունես, դու պետք է այդ բոլորին զսպես, դու մենակ քո հարցը, եթե դու փողոցային մտածելակերպ ունես ու եկի հասել ես հերիքչի ղեկավար, մի հատ է փողոցային մտածելակերպն էլ ես խեղաթյուրում։ Ընդհանրապես տղամարդ հասկացողության մեջ լավ տղերքը թեկուզ փողոցում, երբ որ տեսնում են շատ մարդկանցով մեկին ծեծում են, եթե թեկուզ հարցեր ունի, այդ մարդը թույլ չի տալիս, ինքն է իր հարցը լուծում։ Հասկանում ես, էս է խոսում տղամարդկության, տղամարդկային արժեքներից, ոչ թե բան, ասենք 10 հոգով մի հոգուն հարվածում եք, հետո էլ ասում եք, կամ խաբում բերում եք այդտեղ քննարկման, տղա եք, բան ունեք լուծելու, տղամարդավարի լուծեիք։ Կամ դուք ինչի եք, դուք օրենքի մարդ եք, օրենք պետքա պահեք։ Հիմա էլ Արամ Սարգսյանը սլակները ուղում է, թե բա ոստիկանությունն է մեղավոր, հասկանում ես, ասում է ոստիկանությունը որ կանխած լիներ ավելի վաղ այս իրավիճակը։ Այսինքն նրա հայոյանքին արձագանքեր, երկուսին էլ կանչեր, էս աներ, այն աներ, հարգելիս ձեր նշված անձը վարչական շրջանի ղեկավար է, նա ոնց է իրան թույլ տալիս, անպարկեշտ, ասում են ակցիա է արել, բերել է էսա շփե վրենեն, ակցիա է արել,
ակցիա է արել, դա քաղաքական, դա հասկանում եք, դա դատապարտելի չի։ Մարդը ինչ ակցիա ուզենա կանի, ինքնասիրությանն է վիրավոր է, էս արե, այն արե։ Մարդը գնաց է նկարել է կոռուպցիա է ցույց տվել։ Հիմա ով է այդ անձը, ով չի, այդ ընդհանրապես էս տեղեական չի։ Դուք վարված եք նրանից, որ իրական խնդիրը բարձրացնել են, գոնե գնաք շնորհակալություն հայտնեք, եթե դուք արդար աշխատող եք։ Ասեք, վայ, էս ինչ լավ է, որ դու մենք չենք տեսել, թյուրիմացություն ա եղել, չենք իմացել, այ կպատժվեն ովքեր որ այդպիսի բան են արել։ Ուրեմն դուք եք այդ քաքերը արել, դրա համար այսօր խառնվել եք իրար, հասկանում եք, դուք այդտեղ արդեն ձեզ բացահայտում եք։ Դուք պետք է լուսաբանողին, նկարողին, բացահայտողին շնորհակալություն հայտնեք այդ աշխատանքի համար։ Հիմա դուք արտարանում ասում եք աշխատանքի, այսինքն այս մարդիկ բացահայտել են կոռուպցիան, բացահայտել են խայտարակությունը, իրենց խայտարակությունը։ Իրանք արտարանում ասում են, որ դա դեռ հանձնված չի եղել։ Շատ լավ, հանձնված չի եղել, ընդունած չեք եղել, բա ինչի եք վրտով է, հայտարարություն անեիք, ասեիք ժողովուրդ ջան, դա դեռ հանձնված չի եղել, մենք դրա վրա էլի աշխատանքներ ենք տանելու, բացահայտողներին էլ շնորհակալ ենք, ոչ թե մարդկանց տանեք ծեծեք։ Սա աբսուրդ է, սա հասկանում ես, ու մի հատ էլ հրաժարական չի տալիս, չի ձերբակալվում։ Հասկանում ես, մի հատ շարքաշ տանում Արամ Սարգսյանի կուսակցությունը նիկոլականներին, որ այ եթե հանեք ես հանցագործության համար ես քաղաքապետին, այ մենք էլ բան կանենք։ Շանտաժով, իրար հանդեպ շանտաժով, էտա դրանց ոճը, դա ինձ համար հանելուկ չի, դրանց ոճը, դա էլ եղել է, դա էլ մնալու է, երբ որ անարժեք մարդիկ են, անարժե համակարգ մարդիկ են, անսկզբունք, անհայրենիք, փողի մեռած, անաստված, սա է լինելու, մեր ազգն է, ուղղակի են մեր ժողովուրդը, որ տառապում է սրանց ձեռքերում, սա է ամբողջ խնդիրը։ Տեսեք, նաև ես կուզեմ անդրադառնալ, կարծում տեսակ, որ երիտասարդները սրբազան պայքարի ակցիա էին անում եւ այնտեղ հայտնվեց Վահագն Ալեքսանյանի մայրը, ով սադրեց երիտասարդներին, ձեռնափայտով էր հարվածում եւ այսպիսի տեսակետ է հնչում, որ իրականում իրենք այնքան այլևս սնանկ վիճակում են, որ իրենց ծնողներին են առաջին պլան բերում։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Այո, իրականում այդ կասկածները կան տեսանյութերից դատելով, նամանավանդ, որ ասում են Վահագն Ալեքսանյանի մայրը 2 անգամ է եկել եւ հասկանում եք, ես չգիտեմ իրանք ինչ են ուզում հրահրեն, ինչ որ ուզում են ասեն, թե կարմիր գծեր եք անցել, իրենց այդ հայտարարություններից դա է գալիս, որ դուք արդեն կպնում եք մեր ծնողներին, իրանք ուզում են անցնեն բեսպրիդել գործընթացների, որտեղ օրինական գործընթացները իրանց համար արդեն չի գործում, այսինքն չունեն ժողովրդի աջակցություն, չունեն լեգիտիմություն, խաբելով, ի վերջո սա է գալիս, կորցրել են իշխանությունը տարբեր իշխանության կորուստ են կրել Գյումրիում, Փարաքյարում, տարբեր տեղերում իշխանություն են կորցրել, ընկնում է իրանց ռեյտինգը, միջազգային պետությունների կողմից իրանք չեն ընդունվում, իրանք հասկանում ես օրի տապալվում են եւ սլակները ուղում են ուրիշների վրա, գցում են ուրիշների վրա, փորձում են ինչ որ վաղը իրանց սրիկայությունները, որը որ պատրաստվում են անեն, արդարացնել, թե բա դուք ոնց եք օրինակի համար 70-անց մորը փողոցում, այսպես վարվում նրա հետ, այնպես, բայց փաստ երևում է այդ մարդիկ լուր ասում են, այն տղերքը կողքից մայրիկ ջան, ուզում են տանեն, դե տեսնում են, այնտեղ մի հատ կին իր հետ 2 կին վիճվում են։ Մարդիկ ասում են, ուղեկցում են, ասում են մորս թևից քաշելով, բերել են, ասել են ստորագրի, ուր է այդ կադրերը Վահագն Ալեքսանյան, մի հատ հրապարակի տեսնենք, ոնց են քո մոր թևերից, այտենց բան, ոնց կարա լինի, ասենք այնց սուտ եք հորինում։ Ոնց կարա, ասենք ինչ գիտենք, որ մերնա որ թևից քաշելով էլ ասում էին արի ստորագրի։ Մարդիկ փողոցում իրանց քաղաքացիական գործողությունն են իրականացնում, որը իրավունք ունեն։ Հիմա քո մորը կառաջարկի կարա շնորհքով ասել, ես չեմ ստորագրում, համաձայն չեմ, թողեք գնա, բայց մենք տեսանյութներում տեսնում ենք, քո մայրը ամենավերջի ձևով վիրավորում է,
վերջի բառերն է ասում այդ մարդկանց, հասկանում եք, հիմա էլի ես չեմ տեսել այդտեղ, որ քո մորը անարգեն, անգամ իր այդ պահվածքից հետո, այդ մարդիկ բավականին քաղաքակիրթ ձևով փորձել են այդ կոնֆլիկտը հարթեցնել, թե դուք ինչի եք սրում, կամ այդտեղ բան բերել եք, Քոչարյան այդտեղ ինչ կապ ունի ասեմ։ Ես չգիտեմ դուք ոնց ֆռում եք, բան ինչ որ փորձում եք գտնել հենց մարդ, որի հետ որ դուք չգիտեմ խնդիր ունեք, որը որ ձեր համար իրական վտանգ ու սպառնալիք կա, ամեն ինչ փորձում եք սլակները ուղղել այդ ուղղությամբ, նույն ձեր ցիվիկ էտեյը նայում եմ առավոտի ծիրիկուն 2 ժամը 1 մտեք նայեք իրան հայտարարություն են անում, ոնց որ այդ պարտադիր պայման լինի։ Կոնկրետ Քոչարյանից այդ ոնց որ հետը մարդկանց դուք դրանով ոնց որ մարդկանց հետաքրքրությունը ավելի բան անեք։ Ասենք ինչի համար էլի ձեր բուն ինչ որ հրաման ունեք, ձեզ հրաման է տված, ինչն է ձեր նպատակը։ Ու այս աբսուրդային ժանրով ժողովրդին ուզում են էլի խաբեն, մոլորեցնեն, սևացնեն, այն ռեալ ուժերը, ովքեր որ կորիզ են, ուժ են, ի վիճակի են Փաշինյանին տապալելու ռեսուրս ունեն, քաղաքական թիմ ունեն, հասկանում եք, այս ռեալ ուժերից իրանք վտանգ են զգում եւ փորձում են այս ուժերին պարակտել, բաժանել, չեզոքացնել իրենց այդ ցանցային մեխանիզմով, այս գործընթացն են իրականացնում եւ հետեւաբար հարգելի հայրենակիցներ, պետքա խելամիտ լինել, պետքա գործել ըստ հայրենիքի շահերի, այդ անձնական շահերը մեզ բերել են, հասցրել են այստեղ, նեղ անձնական շահերը մենք ինչքան փորձում ենք ասենք ազատվենք, ես հասկանում եմ որ ինչ-որ ձևով մարդ նեղ անձնական շահերով կապված է, հարցեր ունի, խնդիրներ ունի, բայց պետք է հնարավորինս զերծ մնալ նեղ անձնական շահերից, որովհետև կկորցնեք ամեն ինչ։ Սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, ինչ տեղի կունենա, ինչպես կգնահատեք եւ հիմա ինչ է անելու, հաշվի առնելով, որ իրենք որքան են գեներացրել հակառուսական տրամադրությունները եւ դա անթափույց է իրենց կողմից։ Այո, տեսեք, անինքնասեր քաղաքական գործիչը անսկզբունք լինում է Նիկոլ Փաշինյանից պես, որ մի ձեռքով հրահրում է հակառուսականություն, մյուս ձեռքով պարչում է Ռուսաստանից։ Այսինքն, այս երկակի խաղերը, երբ որ երկու հսկաների միջև դու սկսում ես լպրծուն խաղեր տալ, դրա վերջը շատ ցավոտ ու ծանր է լինում։ Արցախը մեզ օրինակ, մեր երկրի այս վերջին տարիների վարած քաղաքականությունը մեզ օրինակ, մեր այս տառապանքները, ցավերը եւ այո, արևմտյան մի շարք գործիչներ այսօր գոռում են, բղավում են, իրենց ձայնն են բարձրացնում, թե բա Նիկոլ չգնաս, դա կլինի քո մահկանացուն եւ այլն, բայց դե Նիկոլին ինչ հետաքրքիր է, Նիկոլը նայում է իր աթոռին մի ժամ ավել մնա, թե դա ում շնորհիվ կանի, ինչ խաղերով կանի, ոնց կանի, հասկանում եք, նա դա կանի, նրան չի հետաքրքրում, որ արևմուտքից իրանք ասեն, այ անինքնասեր, թե այս կողմից, նա անինքնասեր է, նա դա ընդունել է, նա դա հասկանում է, բայց նա ճար չունի եւ վեկտոր փոխողը, առյուծ կտրողը, Պուտին կզացնողը, հիշում եք, Պուտին չէր դիմավորում, Պուտինին էր կզացնում, չգիտեմ ինչեր էր անում, այսօր չոկել կգնա Մոսկվա, բա ինչ պետք է անի, ասենք իրա քաշը ինչա, որ չգինքը իրանից ինչ է ներկայացնում, հա, այդ մեր ժողովրդին, այն մեր միամիտ քաղաքացիներին եմ ուզում դիմել, որ հասկանան, որ երբ որ դուք ասում եք, այ Նիկոլը անկախ է, այ Հայաստանը անկախ է, այ մենք անկախ ենք, բա որ անկախ եք, ինչա չոք գնում Պուտինին դիմավորում, ինչա չոք գնում Մոսկվա, ինչա գնում, հա, բա անկախ եք, ոնց ուզի թող անի, չի կարա, չէ, չի կարա, չունի այդ քաշը, այդ տղամարդկությունը, հելել ես Պուտինի դեմ, բա էլ ինչ ես գցնում Պուտինին, հա, կարող է գիտես մարդիկ չեն հասկանում, ավելի լավ է, ավելի հարգալից են կոնկրետ մենակ արևմտամետ գործիչները, որ ընտրել են այդ ուղին,
ասում են գնում եք եւ վերջ, քան ձեր նման լպրծուն խաղեր տվող կապիկները։ Դուք ձեզնից ինչ եք ներկայացնում։ Մարդկանց խաբում եք, պետություններին խառնում եք, հրահրում եք մեր դեմ, ռուսների դեմ տարիներ շարունակ ատելությունը լծրել եք, այսօր էլ գնում եք ընդեղ ինչի մասնակցեք։ Ռուսներին սպիտակ թուրք ես համարում Նիկոլ Փաշինյան, ու այսօր էլ քցնում ես, ասենք շակալ ես, բա ինչ ես, քո վարած քաղաքականությունից երևում որ դու շակալ ես։ Քո պես շակալները ոնց կարան էլ ժողովրդի համար լավ բան անել։ Դու բա ելով ես, դու ոնց կարած ես մարկանց, ես ազգի, ես ժողովրդին էլ խապում, ֆրծնում, թռնում ես, էդ ես։ Սա կյանքդ ես էդ եղել, այս մենակ իշխանության օրոք չես եղել։ Քեզ ճանաչողները բոլորն է, բաս խապել ես մարդկանց, գրել ես մարդկանց վրա, ես ես արել, են ես արել, հելար 2008-ին ես սարկիր մարտի մեկը ու ծակերով ճղացրիր, ես չես եղել։ Փախնող, թռնող, վաղն էլ իշխանությունը դրեցիր, փախնելու ես, կորելու ես, մարդիկ թող հիշեն, դու իշխանությունը դրեցիր, տենամ կարաս Հայաստանում ապրես, դու, քո ընտանիքը, քո մերձավորները, տենամ կարաք ապրեք, փախնելու ես, փախնող ես դուք սաղ կյանքներդ փախնող եք եղել, էդ եք, մարդկանց կրակը, փորձանքը գցեք, փախնեք, ես ազգին այսենց ամբողջ ազգին գցեք կրակների, պրոբլեմների, երկիրը մցրել եք, քանդել եք, ավիրել եք եւ փորձում եք կրկին ավելի ավիրել, այնպես ավիրել, որ այս ազգը մեջքը չկարանա դզի, դուք էդ եք, դրան եք տանում, ձեր ամեն իշխանության մնալու ամեն վարքյանը, սա է մեզ բերելու, սա, եւ այո, Ռուսաստանի իշխանությունն էլ ինչ կա, ինքը կօգտագործի, իշքան լատի կտորելնի, բա բնականաբար, դե փալասների հետ վարվելը հեշտ, ասկեն, եթե որ դիմացինը սկզբունքային մարդ է, այդքան էլ հեշտ չի, բայց երբ որ Նիկոլի պես անիկնասեր մարդիկ են, անսկզբունք իրանց ինչ կա, իրանց պետական շահը բռնած, գնալու են առաջ, սա քաղաքականություն է, այստեղ չես կարող դու դնել մեղադրել, այսօր Ռուսաստանի երկրի գերտերության ղեկավարի համար առաջնային իր պետությունն է, իր պետական շահը։ Չես էլ կարող կանգնել ասել, գիտես ինչ կա, քո գերտերության շահերը ստորադասիր, իմ պետության շահերը բարձրացնելու, այդ ուղղակի աբսուրդ է։ Ես վաղը եթե լինեմ, ես էլ իմ պետության համար առաջնայինը իմ համար որպես անձ պետքա լինի իմ պետության շահ, իմ հարևան մյուս, ես իմ ժողովրդի ու պետության համար պետք է առաջնայինը պայքարեմ։ Եվ եթե կան հայեր, որ ասում են, թող Պուտինը դնի իր պետական շահը մի կողմ, մեր պետական շահի մասին մտածի, այդպես չի լինում, ժողովուրդ ջան, ձեր պետական շահի մասին ձեր ղեկավարը պետք է մտածի, հասկանում եք, ձեր ղեկավարը, որ դուք ասում եք, մենք անկախ ենք, մենք ինքնիշխան ենք, մենք ենք որոշողը եւ այլն, բայց այդ Պուտինից ինչ եք պահանջում, որ իր պետության շահը ստորադասի, գա ձեր պետության շահը գերադասի։ Պուտինի ժողովուրդն եք դուք, ով եք, Պուտինի համար ով եք, հա դաշնակից պետություն եք, ռազմավարական կարևոր պետություն եք, բայց իր պետությունը չեք փաստացի, իր ազգը չեք, դուք չեք հասկանում, այդքան միամիտ եք, թե այդքան անգրագետ եք, բնականաբար նա իր պետական շահը առաջ բրտելով Նիկոլին էլ կօգտագործի, Ալիևին էլ, Զելենսկուն էլ, Էրդողան գերտերությունը, դուք եկել եք ում դեմ եք խաղեր տալի։ Նա կարա իրան այդքան բան թույլ տա, բայց երբ որ քո ղեկավարներն են ուզում Պուտին օգտագործեն, Թրամփ օգտագործեն, Էրդողան, Նիկոլը, հələ Նիկոլին նայեք, սա եկել է ում է ուզում օգտագործի։ Սա է ամբողջ խնդրումը, երբ որ չի հասկանում գերտերության ու փոքր պետության տարբերությունը, ասում է, բա Ռուսաստանը ո՞նց է կարող Թուրքի հետ հարաբերություն դզի, ամերիկացու, որովհետև նա գերտերությունն է, նա աշխարհի ամենաշատ ռեսուրսներն ունեցող պետությունն է, նրա տարածքները ամենամեծն են, նրա բնակչությունը 150 միլիոն է, դուք սա չեք պատկերացնում, չեք հասկանում, այդ չափն է, որ չեք հասկանում, ձեր չափը որտեղ է, ձեր չափը ինչքան է, դուք ով եք, ում հետ ոնց կարաք հարաբերվեք, ում տեսակ հետը հարաբերվակ, Փաշինյան, կյանքդ էլ ա տենց եղել, ապրած տելա դա եղել, հիմա Թուրքից փող է գալիս, Արամ Սարգսյանն ասում է, մենք պետք է մտածենք առևտուր անելու մասին, այն որ Թուրքը վաղը կարա նոր ցեղասպանություն անի, դրա մասին մի մտածեք, ժողովուրդ ջան, մտածեք, որ պամիդոր վարունգ կգա այժմ գնով,
լափ կգա, այսինքն Արամ Սարգսյանը կոչ է անում առաջնային սարքել արժեհամակարգում լափը, ոչ թե պատմությունը, մշակույթը, արժեքները, հայկականը, ասում է առևտուր, որ ասում եմ իրանց տունը գնաք, իրանց բոլորի ՔՊԱ-կան դոլարա կախած պատից մարդիկ խաչ են կախում, աստվածաշունչ են դնում իրանց տներ, Նիկոլենք դոլար են կախել, չոքել են դեմը, մի օր լրագրող կա, մտեք տները ստուգեք, պաշտում են, դոլարը պաշտում են, իրանց համար աստվածա, փրկիչա, ամենազորնա, իրանց ամբողջ կյանքի իմաստը այդ փողի մեջ ա եղել, իրանք ուզեցել են փողով ինչ-որ մարդկանց բան ապացուցեն, որ իրանք շկեղ են հագնվում, որ իրանք ճոխ են, որ իրանք լավ են, հասկանում ես, այս չտեսը, որ միանգամից տեսնում է, այս չտես վիճակը, այս է գալիս մեր երկրի, մեր ազգի, մեր պետության ու մեր ժողովրդի գլխին։ Շնորհակալություն Մանուել, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ձեզ նույնպես շնորհակալություն։